Ասեք ինչի համար եք այսօր հավաքվել կառավարության շենքի դիմաց։ Նույն հարցի համար բարձրացման եւ գույքագրման։ Ըստ էս ինչու է շարունակաբար հարկերը բարձրանում իջնելու փոխարեն եւ ինչու ձեր ձայնը տեղ չի հասնում։ Ճիշտն ասած չգիտեմ ինչու է հարկերը բարձրանում։ Երևի բյուջեն փող չկա, մտածում են էս որ ամբողջ բյուջեի 2%-ն է կազմում մանր ու միջին բիզնեսը։ Ես ինչքան լսելով ամենաբարձրը եղել է բյուջեի 2%-ը, ասենք ազգին այս ձևի տապալել, ես չեմ կարողանում հասկանամ ինչի համար։ Այդ 2% ինչ որ բան էլ չի նշանակում, բայց ինչ տերոր են սկսել ազգիդեմ, չգիտեմ։ Իսկ ինչ եք կարծում, ինչու ձեր ձայնը չի հասնում տեղ։ Քանի որ բազմիցս եք բողոքի ակցիաներ իրականացնում կառավարության շենքի առջև։ Այ այդ հարցը իրան պետք է տայք, ոչ թե մեզ, որովհետև ժամանակին ասում էր, եթե 10-20 հոգի լինի, ես պետք է պատասխանեմ այդ հարցերին, բայց շարունակաբար հավաքվում ենք, ինքը ոչ մի անգամ անձամբ պարոն Փաշինյանը մեզ չի ընդունել։ Իսկ ինչ քայլերի եք պատրաստվում դիմել բացի բողոքի ակցիաները։ Դեռ հələ հավաքվում են, կտեսնենք, կարող է վերջում ավելի վատ քայլեր։ Հեսա երամսյակը կվերջանա, շատ մարդիկ չեն հասկանում, որտեղ մարդկա ասում է 6 ամիս հետաձգել են, որ վերանային, բայց չգիտակցելով, որտեղ սխալ տեղեկատվություն եղավ ինտերնետում։ Բնականաբար մի հատ կարդում են վերջ, որտեղ ոչ մեկ կարելի է ասել, այս բնակավարում աշխատողներից այդ կրթությունը չունի, որ իր մասնագիտական կրթությունը չունի։ Դրա համար էլ չգիտակցելով քիչ կմեծանա ձնագնդիկի պես, իհարկե բողոքներ կանենք, կորոշենք ոնց սկսել մեր բողոքի ակցիան ավելի։ Նշեցիք, որ վատ քայլեր կարող են լինել, ինչ վատ քայլերի մասին է խոսքը։ Դե բնականաբար, եթե սկսեն արդեն հարձակումը ժողովրդի վրա, դուք պատկերացնում եք ամբողջը արդեն ինչ ձև կհելնի փողոց։ Մենք չենք ուզում հասնի դրան, մենք ուզում ենք մեզ լսեն, հասկանան, որ ինչ մեր ուզածն է չի, որ մենք հրաժարվում ենք հարկերից։ Չէ, բնականաբար չենք հրաժարվում, հասկանում ենք հարկերի թանկացում կամ թողստուգումները հարկային ավելի շատ աշխատի մտնի ստուգումներ, քան ասենք այս ձևի տերորի նման հարձակվեն ժողովրդի վրա, իրանք մի հատ նենց օրենք են մշակել, որ հնարավոր չի մարդկային գործոնը կամ շատ ծախսատար է, որը որ այսօր բիզնեսը այդ եկամուտը չունի, որ կարողանա բարձր աշխատավարձով հաշվապահ պահի, աշխատող պահի, ինքը արդեն ծախսատար է, նաև այդ դեպքում էլ կլինեն խնդիրներ, որովհետև զգեստներ կա կամ բլուսկաներ կա, որը վաճառվել է 5-10 հազար, այսօր 500 դրամով էլ, 1000 դրամով էլ, մարդը 2-3 տարի մնացել է, պետք է դեն նետի, ինչ տալիս են տալիս է։ Այդ հարցերը քննարկելը շատ բարդ է ինքնին, չի կարա ոչ մեկ այդ հաշվարկանի ստոգի մարդկային գործոնը։ Կոպիտ ասած, այսօր եթե տեսուչին է ուղարկում օրինակի, որ հաշվիչը դրամարկղը չխփես քեզ տուգանի, վաղը կարող է մեկ ուրիշին ուղարկի, այդ երկու բլուսկեն կամ շալվարը գողանա ու մտնի ստուգման։ Բնականաբար արդեն տուգանքները մեծ են, հաշվարկները մեծ են, չգիտեմ, շատ մեծ վտանգ է, էլի։ Այսինքն հավատք չկա։